Բարյո, եթերում մարդիկ հաղորդաշարն է, տաղավարում հյուրընկալել ենք վերականգնող ճարտարապետ Տարաս Զարյանին, խոսելու ենք Հառիճավանքում որմնանկարների վերականգնման, ինչպես նաև Սյունած աշխարհի բերդերը գրքի մասին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Զարյան, վերջերս լույս տեսավ ձեր նոր աշխատությունը, որ երիտասարդ տարիներին եք, այդքան տանջվել, հավաքել բոլոր նախագծերը եւ վերջապես կյանքի կոչեցիք, ինչպես որոշեցիք ի վերջո հրատարակել։ Դե շարժարիթը, ինչպես ասեցիք, բաղուց է եղել, 30 տարի երևի, մի քիչ էլ ավել։ Ես որ ավարտեցի ճարտարապետականը Պոլիտեխնիկ ինստիտուտի Երևանի, այն ժամանակ Կարլ Մարքսի անվանն էր, հիմա համալսարան է կոչվում, ճարտարապետության եւ շինարարության։ Հայրիկիս խորհրդով ասեց շարունակի ուսումը բանասյունքն աշխատում ես, աշխատանքից չկտրված, ուրեմն ասպիրանտուրա ընդունվեցի, այն ժամանակ Արվեստի ինստիտուտներ, գիտությունների ակադեմիայի ճարտարապետության պատմություն եւ տեսության բաժինն էր։ Եվ գնացի ու այդպես դիումը տվեցի, մինիմումները բաները հանձնեցի եւ պիտի թեման ընտրես, դե որ ասպիրանտուրայից գնում թեմա, որոշ բաներ առաջարկեցի, ու ես հիշում եմ հայրիկս շատ պնդեց եւ շատ էր ուզում, ասեց գնա զբաղվի բերդերով, Սյունած աշխարհի բերդերով, որովհետեւ շատ քիչ ուսումնասիրություններ կան, հիմնականում միջնադարյան շրջանի 9-ից 14-րդ դարն է։ Եվ այդպես հայրիկիս խորհրդով այն ժամանակ երիտասարդ էի, ասում ես գիտեի, որ բերդեր գնալը դա կատակ բան չի, այսինքն մեքենայով ասֆալտով չես կարող հասնել բերդին, պիտի ինչ որ միտեղ կա իջնես եւ հետո մագլցես, մանավանդ որ շատ բերդեր այն ժամանակ չունեին արահետներ եւ ընդհանրապես մատչելի չէին, այսինքն եթե այցելուներ չեն գնում, ուրեմն արահետները շատ քիչ են կորում, բայց պիտի իմանաս որտեղից բարձրանաս, որտեղ ընդհանրապես բերդերը անառիկ են, պաշտպանական բնույթի ուրեմն շինություններ են եւ հիմնականում օգտագործում են բնական խոչընդոտները, ռելիեֆները, ուրեմն ժայռերը եւ լեռնային ամբողջ այդ շրջանը եւ կարող ես բարձրանալ որոշ տեղերից անմատչելի են ուղղակի, այսինքն դա էլ պիտի իմանաս։ Գիտեի, որ բավական դժվար է, բայց քանի որ եռանդս շատ էր մեջը եւ շատ էի ուզում հայրիկի բանով գնալ, խորհրդով գնալ, իրան խորհուրդը հետևել, որոշեցի անել եւ սկսեցի ուսումնասիրել։ 3 տարի տևեց բանը, դասընթացը, պարտադիր դասընթացը, որի ընթացքում հավաքեցի բավական նյութ, պատտվեցի տարբեր տեղերով, Սյունիքի տարբեր շրջաններում եղա, հավաքեցի նյութեր, հաշվետվություններ էի ներկայացնում, բոլոր մինիմումները հանձնեցի եւ մնում էր միայն ուրեմն տեքստը ամբողջը հավաքել, գծագրերը, սխեմաները, լուսանկարները, ամբողջը տեքստը հավաքել եւ ուրեմն ներկայացնել, որպեսզի ստանայի տիտղոսը, որպեսզի ավարտեի։ Այդտեղ փաստորեն ավարտվեց իմ ուսումնասիրությունը, որովհետեւ երկիրը խորհրդային երկիրը փլուզվեց, հետո երկրաշարժ եղավ դրանից առաջ, հետո պատերազմ եղավ, առաջին պատերազմը, եւ հետո ես տեսա, որ վիճակը շատ վատ էր, աշխատանքներ կորցրեցի, որովհետեւ մեր հիմնարկը փակեցին, ես այն ժամանակ արմրեստավրացիա պրոյեկտ նախագծում էի աշխատում, հուշարձանների պահպանման վարչություն։ Ուղղակի լուծարեցին այդ հիմնարկը։ Մնացի առանց աշխատանքի, քանի որ իտալացիների հետ հայրիկի ուրեմն աշխատությամբ եւ ուսումնասիրությամբ ես էլ մտա մեջը հայ-իտալական ուսումնասիրություններ, ճարտարապետություն, պատմություն, արդեն անում էի որոշ գրքեր, հոդվածներ ուղարկել էի, այնպես ստացվեց, որ Վենետիկ տեղափոխվեց կենտրոնը հայ մշակույթի ուսումնասիրման եւ ավերագրման, Միլան էր առաջ տեղափոխվեց Վենետիկ, եւ ով որ հետեւում էր, ով որ անում էր գրքերը, այդ ալբոմները կոչեցավ, որ հիմա նույնիսկ վերնիշաժում էլ կան դեռ Documenti di architettura armena այդ շարքը, ով որ զբաղվում էր դրանով, ինքը միլանցի էր, հայ է, բայց պարսկահայ, բայց ինքը Միլանում է ապրում, ասից ես չեմ կարող ընտանիքը բան թողնել եւ Միլանից տեղափոխվել Վենետիկ։ Համընկավ ուղակի հենց իմ այդ որ աշխատանքը կորցեցի եւ փնտրում էի ինչ պիտի անեմ, առաջարկ արեցին եւ ես ընդունեցի եւ փաստորեն տեղափոխվեցի Վենետիկ ու սկսեցի դա շարունակել։ Հետո ընտանիքս եկավ ու այդպես մնացի։ Այսինքն տուն տեղը մնաց այնտեղ, բայց աշխատանքը միշտ կապված էր Հայաստանի հետ։ Իմ բերդերի մասին նյութերը այնուհետև ես շատ ուրիշ բաներով եմ զբաղվել, ուղղակի ժամանակ չկար եւ արդեն հնարավորություն չկար, որովհետեւ Հայաստանում չէի։ Անցավ այդպես տարիներ, հետո հանդիպեցի մի ծագումով բելգիուհի վերականգնման մասնագետի հետ, որ Քրիստին Լամողեն է,
Պատահաբար եմ ծանոթացել, որովհետև կազմակերպում էի ես ուղևորություններ ճանապարհություններ դեպի Հայաստան մշակութային եւ խումբեր էի բերում իտալացի, այդ մի ճանապարհության ժամանակ մի խումբի մեջ ինքներ եւ Որոտնավան գնացինք, այնտեղ ուրեմն փոքր բանկա որմնանկարի հետքեր կան, ինքը առաջարկեց այնտեղ վերականգնել, կարողացա թույլատրություններ ստանալ, բան գնացինք այնպես եւ ծանոթացա իրեն հետ ու հետո ինձ համար բացվեց մի նոր աշխարհ որմնանկարների, հիմա ինչու եմ դա ասում։ Քանի տարիներ անցան, աշխատանքները արեցինք որմնանկարների վերականգնման, ուսումնասիրման, տարածման, պահպանման, վերականգնման եւ ինքը երբ որ իմացա, որ ես բերթերով զբաղվել եմ եւ դες մնացել է ամեն ինչը, սկսեց հետարքրվել։ Ասեց ցույց տուր քո նյութերը, որտեղ են բանը։ Ես սկսեց մեջս նորից արթնանալ այդ ցանկությունը, որ ի պահ էի դրել ամեն, միշտ ուզում էի վերջացնել։ Հետո ասեցի, լավ, ասպիրանտուրան վերջացնեմ, ներկայացնեմ տիտղոսը, որ կարողանամ հետո ամփոփեմ եւ հետո գիրքս տեսնեմ, չէ՞։ Հետաքրքրվեցի միասին գիտությունների ակադեմիայում արվեստի ինստիտուտում էլ չեն անում, այլ ամբողջը տեղափոխվել է համալսարան, այսինքն ասպիրանտուրա։ Թուղթերս բոլորը պահել է, ամեն ինչը պահել է եւ ուրեմն Հայաստանից տարել է Իտալիա, նամակները գրեցի բանիվել եւ ինձ ասեցին պարոն Զարյան, մենք գիտենք, ճանաչում ենք, որ դուք այսպես, այնպես արել եք ամեն ինչը, բայց չենք կարող, դուք պիտի նորից ասպիրանտուրա անեք, որտեղ համալսարանը տեղափոխել, այսինքն նորից պիտի ընդունվեմ։ Պիտի նորից քննություններ տամ, դասընթացների պիտի անեմ, հիմա էլ վճարովի է, այդ բոլոր բաները պիտի անեմ, ես ասացի շատ շնորհակալ եմ, ես դա իմ տարիքում իմաստ չունի, ես նորից նստեմ անեմ, ես աշխատությունս կամփոփեմ եւ ինչի չէի ամփոփում, էս էլ ասեմ, այնտեղ երկու բաժին կար, որ մնացել էր Նախիջևան, Գողթն գավառներն էին, որ այն ժամանակ խորհրդային շրջանում հնարավոր էր դեր գնալ, չգնացի, ասեցի լավ, հետո կգնամ, հետո ընդհանրապես հիմա էլ չի կարելի գնալ։ Այդ շրջանի բոլոր ամրոցները, որտեղ Սյունիքի մեջ մտել է որոշ շրջանում այդ գավառները, Արգամ Ավազյանի խնդրեցի, ինքը տվեց նյութերը, ամփոփեցի եւ ասեցի, ինձ պետք չի ասպիրանտուրա, տիտղոս, բան եւ այլն, իմ աշխատությունը ուզում եմ հրատարակված տեսնել։ Գրեցի, վերջացրեցի Քրիստինի խորհրդով եւ հորդորով։ Հիմա ասում եմ, լավ, արեցի, բայց ոնց պիտի տպեմ, գումար է պետք, բանը, ասենք կատակ բան չի, էլի, թվեր են դրանք։ Եվ այստեղ ուրեմն բախտս բերեց սա է գիրքը, Փյունած աշխարհի բերթերը, բավականին դեպս ցավալուն է ստացվել, 514 էջ է, 700 մոտավորապես լուսանկար է, շատ քարտեզներ կան, գծագրեր, չափագրություններ կան, եւ այստեղ իմ բախտը բերեց, որովհետեւ երբ որ մտածում էի, լավ, հիմա կվերջացնեմ, լավ, ասենք վերջացրեցի, բա հետո ոնց պիտի տպեմ, ով պիտի տպի, որ դից գումար պիտի ինչ պիտի անեմ, եւ ստացվեց, որ Համազգային բարեգործական ընկերության միությունը Վահրամ Աբդալյան մշակութային հիմնադրամ, որ ես գիտեի դրա մասին, իմացա, որ ամեն տարի իրենք ընտրում են մի տեստ, հետաքրքիր մի նյութ աշխատություն, որպեսզի իրենք ֆինանսավորեն եւ հրատարակեն։ Երբ որ իմացա, ասեցի դե քանի որ ամեն ինչը վերջացրել եմ, ուղարկեցի ինչ ունեի, չունեի, ամբողջ գիրքը ձևավորած, որտեղ ամբողջը այս գիրքը ամբողջը ես եմ ձևավորել, լուսանկարները, էջերը, տարատեսակ, այսինքն ամբողջ գրաֆիկան ես եմ արել։ Արեցի, վերջացեցի եւ ուղարկեցի։ Ուղարկեցի անցան ամիսներ, մեկ էլ զանգում են, բան ասում են, շնորհավորում ենք, դուք ձեր գիրքը ընդունվել է եւ մենք պիտի հրատարակենք։ Այդտեղ ես շատ, ինչ ասեմ, ուրախացա եւ այն փոքր բաները, որ մնացել էին մի քիչ, որ պիտի դանել, դա էլ արեցի ու ստացվեց այս աշխատությունը, որ մի ամիս առաջ Տիգրան մեծ հրատարակությունում սա ուրեմն հրատարակեցինք։ Պարոն Զարյան, ձեր հայրը քանի որ խորհուրդ է տվել զբաղվել Սյունիքի բերթերով, այ ինչու է ինքը կենտրոնացել այն Սյունիքի ուղղությամբ։ Որովհետև այնպիսի մի մեծ եւ պատմականորեն հետաքրքիր եւ լավ փաստագրված, որտեղ Ստեփանոս Օրբելյանը Սյունյաստան պատմությունն է գրել, այսինքն միայն դա եմ ասում, բայց շատ նյութ կա։ Կար նյութերը, կային անունները, կային վավերագրությունները կային, բայց ոչ ոք չէր ուսումնասիրել, ոչ ոք հատ բերթեր կային։ Օրինակ ես սկսեցի, երբ որ աշխատեցի, Բաղաբերդի մասին առանձին հոդված եմ գրել եմ Վասակաբերդի մասին առանձին հոդված, Որոտնաբերդ Որոտնավանք երկենտրոն պաշտպանական համակարգ, Դվին Պարտավ ուղղույթ ճանապարհի առևտրական ճանապարհի պաշտպանական համակարգ, այդպես առանձին հոդվածներ գրել եմ, բայց չկա ամբողջական ուսումնասիրություն։
Հայրիկ ուզում էր, որ ինչ որ մեկը, այսինքն ես զբաղվեի եւ հավաքեի ամբողջ այդ նյութերը եւ առանձին բանով գրքով դա պատրաստեի։ Սա գիտեք ինչպես է։ Իհարկե սա 100%-անոց աշխատություն չէ, որտեղ հսկայական մի հոգու բան չի, ես մենակ եմ սա արել։ Հսկայական տարածք է, այսինքն մեր Հայաստանի Հանրապետության հիմնական տարածքն է, մոտ 70%-ն է, այսինքն Սևանի ավազանից մինչև վերև դա Սյունիքը չի, իսկ Սևանի ավազանից մինչև Մեղրիտ ամբողջ տարածքը, Նախիջևանը, Ղարաբաղի մի մասը հետը, այդ ամբողջը պատմական Սյունիքի տարածքն է, այսինքն մեծ մասն է։ Ուստի այս աշխատության կարևորությունը ես կարծում եմ նրանում է, որ հավաքվել է ամբողջ նյութը եւ այս նյութի հավաքված նյութի հիման վրա պետք է շարունակվեն արվել ուսումնասիրություններ։ Եթե դու բերդ ես ներկայացնում եւ դու գնում ես եւ գտնում ես, ասենք թե պատմական տվյալներով, այսինչ բնակավայրի կողքը եղել է, այսինչ պաշտպանական կառույց է, գնում ես եւ ինչ որ բաներ տեսնում ես, մի երկու քար է մնացել կամ նշмарվում է, որ այնտեղ չունես արբանյակային լավ լուսանկարներ, որոնք կարող են խորքը նկարել եւ տեսնել, եթե այնտեղ կառույցներ կան, շենքեր կան, որտեղ բերդը միայն պատն ու ամրոցի աշտարակը չի, բերդը նաև ներսում ամբողջ շինարական, ամբողջ քաղաքաշինական ընթացքն է, չէ՞։ Եթե դու չունես հնարավորություն, եթե չեն արել պեղումներ, հնագիտական պեղումներ, եթե չեն գտել առարկաներ, որպեսզի բացատրեն պատմությունը, այդ ամբողջը չկա։ Հիմա օրինակ երկրորդ տարին է Բաղաբերդն են սկսել ուսումնասիրել, պեղել են եւ այլն եւ շատ հետաքրքիր բաներ են գտել։ Հիմա նախագիծ կա, թե ինչպես ուրեմն դա բարեկարգել, թե ինչպես զբոսաշրջիկներին տանել եւ ցույց տալ։ Բերդպունկտն են արել Սևանի ավազանի, դա են սկսել անել։ Կապանի մայրաքաղաքի Բերդամրոցի տեղն են սկսել։ Այսինքն կամած սկսվում է, այսինքն այս գրքի մեջ պիտի այդ ամբողջը լրացի, որտեղ եթե չունես պեղում, եթե հնարավորություն չունես չափագրություն անելու եւ ներկայացնես նաեւ ռազմական իմաստով, ռազմաճարտարապետական իմաստով գծագրերը, որտեղ որ քիչ են երևում, նյութը ստացվում է ոչ լրիվ։ Օրինակ Բոլորաբերդը կա, Պրոշաբերդն, Վայց ամրոցը կա, այսինքն տարբեր ամրոցներ կան, Վասակաբերդը կա, Մեղրին կա, որոնք որ կարելի է գնալ չափագրել եւ կան։ Արել եմ ես որոշ չափագրություններ, բայց դրանք հատվածային են, պիտի մաքրվի, պեղվի, ամբողջը արվի։ Հիմա օրինակ անօթաչու սարքերը կան, որոնք հոյակապ ձևի չափագրություններ անում։ Ես այն ժամանակ ամբողջը ձեռքով եմ արել։ Ուստի այս նյութը կարևոր է, որտեղ հավաքական ամբողջը կա։ Սա պիտի շարունակել ուսումնասիրել հատ-հատ։ Սա է։ Խոսեցիք պաշտպանական համակարգի մասին։ Սյունիքի բերդերը ինչով են առանձնանում Հայաստանի մյուս շրջանների բերդերից։ Սա իհարկե լավ հարց է, որին 100%-ով հնարավոր չի պատասխանել իմ նախկինում ասած պատճառներով։ Այսինքն, եթե ես չունեմ, օրինակ, ինչ ասեմ, Կիլիկիայի ամրոցները այդպես չեն, որովհետև Կիլիկիայի ամրոցները ճիշտ է, չեն պեղվել, բայց բավականին լավ են պահպանվել, այսինքն շինության իմաստով։ Շատ Կիլիկյան բերդեր, որ դու կարող ես գնալ եւ տեսնել, դու տեսնում ես, ճիշտ է, քանդված են, բայց կարող ես ներս մտնել, բարձրանալ, այսինքն կարող ես նայել, հաճախել, ուսումնասիրել եւ հրատարակված են։ Օրինակ Ռոբերտ Էդվարդսը 80-ական թվականներին խոշոր մի հատ այսպես գիրք հրատարակից Կիլիկյան անգլերենով The Fortification of Armenian Cilicia։ Եվ այնտեղ հոյակապ ձևի ինքը ամբողջը արել է, բայց իրեն խնդիրը ուրիշ էր, այսինքն ավելի ոչ ես չասեմ պարզ է, որտեղ շատ բարդ է ընդհանրապես գնալ եւ ամրոց չափագրել։ Ինքն էլ է ձեռքով չափագրել, որտեղ այն ժամանակ չկային այդ միջոցները, բայց ինքը չափագրել է շատ ավելի լավ պահպանված ամրոցներ։ Ուստի կարող ես դու Կիլիկյան ամրոցների բերդաշինության դպրոցի մասին խոսել։ Կառույցների, ասենք, տեխնիկական իմաստի, քարը ոնց են մշակել, ինչպես են բանարել, ընտրել տեղը ամրոցի համար, ինչպես են ընտրել բնական պայմանները, ինչպես են դրանք համադրել իրար հետ, այսինքն շինված պատը եւ ժայռի կտորը, ինչպես են ամրացրել, քանի շերտը եղել է, այդ ամբողջ բանը կա այնտեղ։ Ինձ մոտ այդ կա իհարկե, բայց այդքան լավ մշակված չի կարող լինել, որովհետեւ չունեմ պեղում, այսինքն ես գնում եմ տեղում, տեսնում եմ ինչ որ քարեր կա, բան եւ այլն, մի քիչ չափագրում եմ, հասկանում եմ, որ սա ամրոցի մի մասն է, բայց մնացածը չի երևում, պիտի պեղվի։ Ուստի դժվար է հիմա ասել, ինչով են, որոնցն է բնութագիրը, այսինքն բնութագիրը կան, ես այստեղ առանձնահատկություններ առանձնացրել եմ, 17 առանձնահատկություն, թե Սյունիքում, Սյունիքի տարածքում, լեռնային տարածքում ինչպես են ընտրել, կառուցել բերդերը, 17 այդպես բաժանում կա, այսինքն դա կարողացել եմ անել,
բայց դրա հիմնական փաստերը դեռ պետք է ուրեմն լույս աշխարհ կան։ Բայց հիմնականում, քանի որ ընդհանրապես ամրոցաշինական, հայկական ամրոցաշինական սկզբունքները ընդհանրապես բոլորը ճանաչված են, ինչպես ասենք եկեղեցաշինությունը, չէ՞, մենք գիտենք հայկական եկեղեցիների քանի տեսակներ են լինում, որոնք են դրանք, գմբեթավորն է, սրահավորն է, գմբեթավոր բազիլիկա, այսինքն այդ ամբողջը մենք գիտենք, որովհետև նյութերը կան։ Այդ նույնը պիտի արվի նաև ամրոցների մասին, բայց դա շատ երկար տարիների պատմություն է, որովհետև պեղում անելը բավականին թանկ հաճույք է։ Եվ այդ ով որ պեղում է անել, չեմ կարծում որ մի բարերար կգտնի նոր եկեղեցի կառուցելու կամ վերականգնելու, բայց բարերար չեմ կարծում կգտնի ամրոցը պեղելու եւ անելու, որովհետեւ դա լրիվ ուրիշ մտայնություն է, չէ՞։ Ուստի պետական միջոցներ են պետք, պետական միջոցներն էլ դե գիտենք որ կան, ներդրվում են, արվում են, հիմա պեղումներն արվում են, ուստի երկար ժամանակ է պետք անելու, մինչև որ հասնենք այդ ձեր հարցի ճիշտ պատասխանին։ Բայց կա բերդ, որը ձեզ ապշեցրել է իր կառուցվածքով, չգիտեմ, որ չափագրում էիք։ Բաղաբերդն է։ Բաղաբերդը հրաշալի ամրոց է եւ բարեբախտաբար լավ է պահպանվել եւ ինչու է լավ պահպանվել, որովհետեւ մենք ունեցել ենք Կապանի թագավորություն 970-ից մինչեւ 1120 թիվ եղել է թագավորություն Սյունիքում Կապանի թագավորություն, այսինքն դա կատակ բան չի, դա եղել է մի տարածք, որը որ ամրակայվել է, ու այդ շատ հետաքրքիր է, որովհետև Բաղաբերդը կազմել է հիմնական այն ռազմական պաշտպանական օղակը, որի միջոցով պաշտպանվել է Կապանը, Սյունին, այսինքն Կապանի թագավորության մայրաքաղաքը, դա եղել է պահապան ամրոցը, միայն դա չկկոծքարնել է եղել եւ ուրիշ մի հատ համակարգ կա այնտեղ։ Եվ քանի որ մոնղոլները երբ որ գալիս են եւ ավերում են Կապանը, եւ թագավորությունը դեռ չի կործանվում, դեռ գոյատևում է, ամբողջ թագավորությունը, ամբողջ իր ունեցվածքները, թե կրոնական եւ թե ունեցվածքները հավաքած թագավորության ամբողջը տեղափոխում են Բաղաբերդ։ Այսինքն իրեն ընտրում են այնպիսի մի ամրոց, որը որ արդեն մասն էր կազմում պաշտպանական համակարգի եւ ուներ բոլոր այդ հնարավորությունը եւ այդ տարածությունը հանդիսանալու մայրաքաղաք հանդիսանալու համար։ Ուստի Բաղաբերդը շատ կարեւոր է։ Հիմա որ պեղումներ են սկսվել, ես շատ սպասում եմ որ հնագիտական բաները պիտի գտնեմ, որովհետեւ օրինակ Ստեփանոս Օրբելյանն ասում է, որ Կապանը երբ որ ընկավ 11000 ձեռագիր տեղափոխվում են Կապանից Բաղաբերդ ամրոց։ Հիմա ես հասկանում եմ Բաղաբերդ ամրոցը, որ գրավեցին, այրեցին, ամեն ինչը կործանվեց, բայց արդյոք չեն պահել, չեն թաքցրել ինչ որ մի մասը, որը որ պեղումներից սպասում են, որ ինչ որ բան պիտի դուրս գա։ Ուստի հսկայական հարստություն է եղել Բաղաբերդում եւ ինքը որպես ամրոց շատ հետաքրքիր է կառուցված։ Այդ բանի գետի ամբողջ երկարությամբ այդպես որ գնում ես, Վահանավանքը կա այնտեղ, Բաղաբերդը կա, հետո գնում ես դեպի հարավ Գողթի մասերը, այսինքն այդ ամբողջ ձորը դա այնպես է կառուցված այդ Բաղաբերդը, այնպեսի ժայռի վրա է կառուցված, այդ ամբողջ հսկայական տարածություն կարող ես հետևել, այսինքն ինքը ռազմական իմաստով շատ հետաքրքիր է ընտրված տեղը։ Ուստի ես կարծում եմ, որ լավ եմ ուսումնասիրել, այն ժամանակ պեղել եմ, ներողություն, այն ժամանակ չափագրել եմ, ձեռքով եմ չափագրել, հիմա տղաները, որ ճանաչում են, ովքեր որ զբաղվում են եւ շարունակում են այդ աշխատանքով Բաղաբերդի, խնդրեցի իրենք արդեն չափագրել էին գործիքներով եւ անօթաչու սարքով էին հանույթները արել, իրանցը տվեցին, ես իմ ձեռքով արածը դրեցի եւ իսկապես ասացի, որ բավականին կարողացել եմ լավ անել ձեռքով։ Ահագին հավատարիմ եմ մնացել հիմնական պարսպապատի մասերին, որովհետեւ դեռ տարբեր պարիսպներ կա, բավականին մեծ, ես կարծում եմ, որ Հայաստանում մենք Հայաստանում ասում ենք Բաղաբերդ ամրոց ամբերդն ենք, չասում ամբերդն էլ է հիմա ամրացվում, ամբերդն է, մենք գիտենք ամրեց, հիմնականում ամբերդը, բայց Բաղաբերդը ես կարծում եմ, եթե արդեն չափագրվել է, եթե լավ ուսումնասիրվի, եթե լավ պեղվի եւ նա կարողանան դարձնել նաեւ որպես տեսարժան վայր, այսինքն խումբերին տանել, որտեղ նախագիծը ես տեսել եմ շատ հետաքրքիր է։ Լևոն Վասիլյանն է անում ճարտարապետ, ինքը ամբողջ հենարաններ է արել, մետաղական անցումներ է արել, մեքենայի կայանատեղի, այսինքն ամբողջ մտածել է թե ինչպես մեքենայով կան ավտոբուսով ուղևորները, զբոսաշրջիկները եւ այնտեղ ինչպես պետք է գնալ եւ ինչպես պիտի բացատրել եւ ցույց տալ այդ ամբողջ ամբերդ բանը, ինչպես ասենք ամբերդներ արվել, բայց այդքան խնամքով, սա ես կարծում եմ որ կարող է լինել առաջին լավ դեպքը, որտեղ մենք կարող ենք լավ
ներկայացնել միջնադարյան հրաշալի հայկական մի ամրոց Սյունիքում։ Նախ ձեր գիրքը շատ մասնագետների կողմից, սկսած հնագետներից, բայց այն ժամանակ ձեզ ինչը կամ ով էր օգնում եւ ինչ դժվարությունների եք հանդիպել 3-ից 4 տարվա ընթացքում կամ արկածային ինչպիսի իրավիճակներում եք հայտնվել։ Արկածային իրավիճակները եղել են ամենասկզբից, երբ որ ես փորձել եմ եւ գնացել եմ եւ հետո պիտի ասեմ, որ ունեցել եմ նաեւ օգնություն, որտեղ վարչությունում ես որ աշխատում էի հայ ռեստավրացիան նախագիծ եւ անում էի վերականգնում եւ անում էի չափագրություններ, ես իհարկե գիտեի, որ ես ամրոցներով եմ զբաղվում, ասպիրանտուրայում եմ, սկզբնական շրջանում, դա 80-85 թվական, 80-85 թվական, այդ հիմնական մասը այդտեղ եմ ես աշխատել եւ հավաքել ամբողջ նյութերը։ Եվ երբեմն այնպես եմ արել, որ եթե պիտի գնայինք եւ եկեղեցի չափագրեին կամ արդեն ծրագրի մեջ կան, խնդրել եմ որպեսզի կարողանամ գնալ նաեւ եւ ինձ եկել են եւ օգնել են, որովհետեւ մենակ չես կարող չափագրել։ Այն ժամանակ գոնե մեկը պիտի լինի մետրը պահի, դու ձգես չափես ու գրես, չէ՞։ Այսինքն գոնե առնվազն 2-ով 3-ով արել ենք։ Եվ մի հատ ուրիշ բան էլ կար, բաղաբեր թե այն ժամանակ արդեն այնքան սիրել եմ հասկացա, որտեղ բավական կարդացություն տեսել եմ, որ սա շատ պատմական բաներ ունի։ Ուղղակի չկա պեղում եւ չկա չափագրություն, ուսումնասիրություն։ Արել եմ չափագրությունը եւ նույնիսկ երբ որ աշխատում էի ինստիտուտում, արել եմ նաեւ առաջարկ հնագիտական պեղումների ամրակայման եւ ռեստավրացիայի առաջարկ եմ արել, որը որ իհարկե մնաց այդպես թուղթերի վրա, ես ունեմ այդ բոլոր բաները պատրաստած, այդպես էլ մնացին, այսինքն փորձ էի անում եկեղեցիների հետ միասին, մի հատ էլ ամրոց փորձ ենք ուսումնասիրել, վերականգնել, այդպես չեղավ, այսինքն արկածայինը որն էր, դե գնում ես, երբեմն գիտես, պատմական աղբյուրներից հավաքել ես, միջալոց այս գրքի մեջ, ես մի հատ մեծ քարտեզ եմ դրել, այ սա փաստորեն ինչ եմ արել, երբ որ ես սկսեցի ուսումնասիրել, մի հատ տախտակ վերցրեցի մեծ, 1 մետր լայնություն, 1 մետր 30 լայնություն, Ստեփանոս Օրբելյանի քարտեզից Սյունիքը գծեցի, եւ երբ որ գնում էի արշավանքների եւ հետ էի վերադառնում, այդ քարտեզի վրա ուրեմն ես լրացնում էի, ու սա է, սա մի քիչ ավելի փոքր այդպես տպվել է, սա է քարտեզը։ Այս քարտեզի վրա ինչքան ես գնում էի, կամ տեղում էի նայում, կամ չէի հասցնում տեղում նայում, պատմական աղբյուրներում գտնում էի բաները, նշում էի այստեղ, այս փոքրիկ այս բաները, շեղանկյունները, որ կան, այս կետերը, բոլորը ամրոցներ են, այսինքն ես բոլորը տարիների ընթացքում ինչքան գնում գալիս էի, ավելացնում էի, ու վերջում ստացվեց սա, այստեղ 112 ամրոցի տեղ կա եւ անուն կա։ Հիմա դրանք 100%-անոց բոլորը իհարկե չեն ստուգված, բայց տեղերը կան, այսինքն մնում է վերցնել գնալ նայել, այսինքն շատ ավելի պարզ է եւ մանավանդ հիմա որ ունենք մենք հնարավորություն գեոդեզիական բաներով նիշերով գնալ, որովհետեւ իմ բերթեի տեղավորումներ տեղերը որ կան, ես բոլորի գեոդեզիական բաները տվել եմ, այսինքն եթե դու Google Map-ի մեջ գնաք եւ իմ գրքից վերցնեք կոորդինատները, դնեք, կգաք կհասնեք այն տեղի վրա, որի մասին ես բերթի մասին խոսում եմ, այսինքն այդպես է արված գիրքը։ Ուստի այդ ամեն ինչը կա, ուղղակի պիտի գնալ եւ տեղում կամաց ուսումնասիրել։ Սա ասում եմ, մի մարդու բան չի, սա մի հատ երևի ինստիտուտի բան է, որ պիտի շարունակվի, պիտի խումբ կազմի մասնագետների եւ գնալ այդ բոլոր տեղերը ստուգեն։ Երբ որ ստուգվեցին եւ երբ որ մի քար գտան, մի հետ գտան, այն մասին, շունյաց այն, որոնց մասին ունենք պատմական տվյալներ, որոնց մասին ունենք վկայություններ, որոնք տեղացիներն ասում են, հա, այնտեղ բերդ կա, գյոլ կա կամ չգիտեմ ինչ կա, այդ ամբողջը պիտի գնալ տեղում եւ նայել, եւ պիտի նաեւ ինչ որ փոքր պեղումներ անել նաեւ, որպեսզի հասկացվի, եթե իսկապես այդ բնակավայրի կողքը այդ նշված այդ անունը, որ ես դրել եմ քարտեզի վրա, իսկապես դա կա։ Այդ աշխատանքը դեռ պիտի արվի։ Սակայն ամբողջ քարտեզի վրա պատկերը կա, կարևորը դա է։ Բնակիչների հետ եւս զրուցում եք, թե ինքնուրույն գնում եք։ Չէ, անպայման բնակիչների հետ եւ մանավանդ երեխաների, մանուկների հետ, որտեղ ես հիմնականում ամառներն եմ գնացել, դե իրանց բանելի տեղն է, չէ, իրանց թաքցնելու, խաղելի տեղն է, չէ, գյուղը կողք գնանք այդ սարը բարձրանանք, դա ինչ որ բերդ կա բան, դրանք գիտեն, որտեղ արդեն եղել են։ Ես իրանց էի նաեւ հարցնում, որտեղ աստեղ բերդը բան, ու ինձ ցույց էին տալիս, երբեմն էլ ուղեկցում էին ինձ։ Ու գնում էին ու ցույց էին տալիս տեղերը, այդպես էլ է եղել։
Հետո մի հատ էլի բախտավոր հանդիպում ունեցա Արմեն Ղարագյուզյան, հիմա ինքը չկա, ցավոք սրտի, իմ տարիքին էր, ինքը պատմաբան էր եւ զբաղվում էր Սյունած աշխարհի բնակավայրերի տեղընտրություններով։ Ես իմացա իրան, ծանոթացա, ինքը հնագետ էր եւ միասին արշավներ են կազմակերպել։ Այսինքն ինքը գնում էր բնակավայրը, իսկ բնակավայրը շատ կարեւոր է եւ բարդ է։ Ինչու է բարդ, որովհետեւ բնակավայրի անունը, որ տալիս է, ասենք, Օրբելյանը, հետո դարձել են թուրքերեն բարերով, հետո վերադարձել են հայերեն, սովետական շրջանում էլ տեղափոխել են սովետական անուն են դրել։ Այսինքն մի բնակավայր ունի մի քանի անուն, պատմականորեն ընթացքը։ Դա բարդացնում է գործը, իսկ Արմենը հենց զբաղվում էր դրանով։ Ինքը այդ պատմական հին անուններն էր վերականգնել եւ քարտեզներ ունի, միասին գնում էինք եւ միասին քարտեզները գծում էին։ Ինչի է սա կարեւոր։ Շատ բերդեր պատմիչները ասում են, այս ինչ բնակավայրի հարավի կողմում կամ հյուսիսային կողմ, իրենք բերդը կարող է եւ անունը չգիտեն, բայց այս ինչ բնակավայրի կողքը բերդ կա։ Այսինքն կարեւոր է բերդը դու բնակավայրը իմանաս, որպեսզի կարողանաս գնաս տեսնես, այնտեղ բերդը իսկապես մնացել է, ինչ որ հետ թե չի մնացել։ Ինչպես որ Արմենի հետ շատ հետաքրքիր գործ են արել այդ շրջանում։ Իսկ այն ժամանակ ինչպիսին էր վերաբերմունքը հուշարձանների նկատմամբ եւ այսօր ինչպես է։ Ընդհանրապես հուշարձանների վերաբերմունքը տարբեր է։ Խորհրդային շրջանում խնդիր չկար միջոցների, շատ էր արվում։ Խնդիրը վերջնական արդյունքի մասին է, այսինքն խորհրդային շրջանում, քանի որ աթեիստական երկիր էր եւ կորոնա չէր հետևում, պաշտամունքը չկար, այսինքն եկեղեցիները դիտարկվում էին որպես պատմական հուշարձան, այլ ոչ թե Աստծո տաճար, Աստծո տուն։ Ուստի գումարները կային, բայց նպատակը ուրիշ էր եւ կառուցման, վերակառուցման տեսակն էր ուրիշ։ Այսինքն մենք կառուցում ենք, ունենք գումարներ, այսինքն դրա խնդիր չէ, ունենք լավ մասնագետներ, գնում ենք դեպի հուշարձաններ, անում ենք փոքր հնագիտական պեղումներ, որպեսզի բեկորներ, քարեր, հուշարձանապատկառ քարեր տեսնենք, չափագրում ենք, նախագծում ենք եւ վերականգնում ենք։ Այսինքն հիմնական խնդիրը որն է։ Եթե հուշարձանը քանդվել է կամ լավ չի պահպանվել, նա պիտի ուրեմն վերականգնենք։ Ինչ նշանակում վերականգնենք, վերակառուցել։ Այսինքն սկզբունքը սա է։ Եթե հուշարձանի գմբեթը, ասենք եկեղեցու գմբեթը, թմբուկը եւ գմբեթը երկրաշարժից փլվել է, շատ օրինակներ ունենք մենք։ Գնում ենք վերականգնելու, ինչ է նշանակում վերականգնել, գմբեթը վերակառուցենք։ Հիմա ճիշտ է, սխալ է, քարերը շատ կան, անհրաժեշտ քարերը կան, որպեսզի կարողանաս անել, դա երկրորդական խնդիր է, այսինքն նպատակը դա է, վերակառուցենք, բերենք իր նախնական տեսքի, սա է եղել։ Հիմա փոխվել է դա, այդ ամեն ինչը։ Հիմա փոխվել է նախ եւ առաջ սկզբունքը, բնույթը, որ փոխվել է, որտեղ մենք գնում ենք, վերակառուցում ենք մեր տաճարը, մեր եկեղեցին, ոչ թե հուշարձանը։ Ինքը հուշարձանը պարզ է, որ պատմական հուշարձան է, բայց մենք գնում ենք վերակառուցելու Աստծո տունը, որպեսզի նա բացվի, որպեսզի նա վերականգնվի եւ վերադառնա հավատացյալներին, այսինքն բացվի կրոնի համար, բացվի աղոթքի համար, որտեղ նպատակը ի՞նչն է եկեղեցու, աղոթելն է, չէ, աղոթասրահն է, իր բոլոր բաներով, փիլիսոփայական բաներով։ Ուստի նպատակը փոխվել է, սա շատ ճիշտ է։ Հիմա էլի տենդենսը կա, որ պիտի վերակառուցենք, բայց մի քիչ ավելի զգույշ ենք։ Կան բոլորովին այլ հակասություններ, ես չասեմ անուններ, բաներ, բայց օրինակի համար հայտնվում է բարերարն ասում է, ես ուզում եմ այս եկեղեցին լրիվ նորից վերականգնեմ, հա, եւ օգտագործեմ, ասենք, նաեւ իմ նպատակների, իմ բիզնեսի համար, նաեւ, չէ։ Հիմա այդ եկեղեցին նայում ես, ասում ես, լավ, բայց սա այդքան նյութ չունի, այդքան քար չունի, որ ամբողջը վերականգնի, բայց ինքը գումարն ունի եւ ինքը ուզում է անի։ Այդ տեսակն էլ կա հիմա, այդ աշխատանքներն էլ են անում, որ ես համարում եմ, որ դա չի կարելի անել, որովհետեւ եթե դու դա օգտագործում ես ուրիշ նպատակներով, այդ եկեղեցին, եթե չունես նյութ, որ ամբողջը վերականգնի, չի պիտի դա պիտի կոնսերվացնես։ Կոնսերվացման կուլտուրան, մշակույթը, որ Իտալիայում շատ է զարգացած, այսինքն իրենք չեն վերակառուցում, իրենք քարերը դնում են, տալիս են պատկերը, ոնց որ ասենք զվարթնոցն արեցին եւ շատ լավ արեցին։ Ես չեմ անում, դու հիշում ես թե չէ, կար շրջան, երբ որ այնպիսի մի տաճար է զվարթնոցը ունիկալ,
Չկա այդպիսի մի բան Հայաստանում, ունենք բանակում, ունենք պատմական Հայաստանում, որ դա անպայման ոնց որ գառնին, չէ, չունենք, մենք վերակառուցենք, որովհետեւ դա մի հատ է դա, մի հատ ունենք, չունենք երկրորդ, ունեմ, վերակառուցենք, ամբողջացնենք ամբողջ։ Զվարթնոցի մասին այդպիսի ընթացք կար։ Մենք ուզում ենք ամբողջը վերականգնել 32 մետր բարձր, նյութերը կան, նախագծերը կան, Թամանյանը մնացական, ունենք ամեն ինչը։ Չունենք նյութը, բայց կարող ենք անել։ Ամեն դեպքում սխալներով թե ինչ կարելի է անել։ Լավ է, որ չարեցին։ Եվ պահպանեցին, չէ, խարիսկը վերցրեցին, բանը քիվը վերցրեցին, խարիսկը դրեցին, հետո հատակին շարեցին այդ պատերը, որոնք որ կարող են, այսինքն ներկայացրեցին, կոնսերվացեցին եվրոպական մտածելու ձևով։ Այսինքն ճիշտ է, դու գալիս ես, հետո այն լավ մանրակերտը փայտի թանգարանում որ կա, որ բացվում է, այսինքն դու գնում ես ուզում ես բացատրես ինչ տաճար է սա, գնում ես բացում ես, նայում ես, մարդիկ զարմանում են, լրիվ բավական է դա։ Հետո ուզում էին վիրտուալ ինչ որ բաներ անեին եւ այսինքն կամած փոխվում է, այս սա է փոխվել, վերաբերմունքը եւ ճիշտ է, որ այդպես պիտի լինի։ Եթե մենք ունենք հարյուրավոր, հազարավոր հուշարձաններ, մենք կարիքը չունենք այդ հարյուրավոր հուշարձանները բոլորը վերակառուցելու եւ բացելու որպես որովհետեւ այդքան հավատացյալ էլ չկա ձեզ ասեմ իմիջը։ Կան շրջաններ, որտեղ եկեղեցին դատարկ է, կամ ուրիշ տեղերից են գալիս, կամ վանահայրը մի քանի եկեղեցի է գնում, ամիսը մի անգամ երևի այնտեղ պատարականի, որովհետև չկան, որովհետև հավատացյալ չկա, կարիքը չկա։ Այսինքն խնդիրները տարբեր են։ Իդեպ Զվարթնոցը որքանով ես հիշում եմ, ուզում էին ապակիներով պատել, այսպես ասած։ Դա էլի եվրոպական մոտեցում է։ Չէ, ապակիներով չէ, օրինակ ես տեսել եմ, այնտեղ մեծ ապակի էին արել եւ ապակու վրա 3D բանով երևակայական դու այդպես նայում ես ապակու վրա այդպես վերակառուցվում էր ամեն ինչ։ Հետարքի հիմա չգիտեմ մնացել է դա թե չի մնացել, որովհետեւ նուրբ բաներ են։ Չէ, ապակին վերասարքելի մաս չունի, որովհետեւ այդ ասում եմ մանրակերտը կա եւ հետո լավ ուսումնասիրություն, եթե դու կարողանաս լավ բացատրել, ունենաս գծագիր եւ հետո իմիջիալոց թանգարանում հիմա շատ լավ վիդեո են արել, ես չգիտեմ երբ ես եղել Զվարթնոցում, վերջին թանգարանում, ես հյուրերի հետ անցյալ տարի եմ եղել, այս տարի դեռ չեմ եղել, բայց լինելու եմ այս տարի, այնտեղ թանգարանային մասում շատ լավ են արել թանգարանը, փուչուրը, բայց բավականին հետաքրքիր է։ Այնտեղ մոնիտոր կա, մոնիտորի վրա 3D ամբողջ վերակառուցումը դու տեսնում ես այնտեղ, թե ինչպես է շարվել, թե ինչպես է եղել, մեջը դուրսը, շատ լավ արված է դա։ Ես չգիտեմ բանականությամբ է արված օգնությամբ արհեստական թե չէ, բայց այդ ամբողջ դա լրիվ բավական է։ Դու գնում ես հնագիտական տարածքը նայում ես, Զվարթնոց, քեզ լավ բացատրում են ամեն ինչը, բա մտնում ես թագարան, մի հատ էլ այդ վիդեոն ես, բավական է դա, հերիք, անթեթ հասկանում ես ինչի մասին է խոսքը։ Պարոն Զարյան, մեր բերդերը, որ վերականգնվում են, ունենք վերականգնող ճարտարապետների կարիք եւ ամբողջ անձնակազմի։ Դուք ընդգրկված չեք այդ աշխատանքներում օրինակ։ Չէ, որովհետեւ վերականգնելը պետք է հետևել պեղումների, ես էլ արդեն ֆիզիկապես Հայաստանում չեմ, բայց կան լավ մասնագետներ, լավ ճարտարապետներ, իմ ընկերներից, որոնք դա անում են եւ այդ կապի մեջ ենք մենք։ Օրինակ, այս անգամ չկարողացա գնալ, բայց մյուս անգամ որ ամառը էլի պիտի վերադառնամ Հայաստան, պիտի հրավիրել Լևոնը Վասիլյան։ Ինքը ինձ ամբողջ նախագիծը ցույց տվեց, մենք ստեցինք, խոսեցինք, բան եւ այլն, շատ լավ այդպես ժամանակ անցկա։ Ինքը ասեց, արի ես քեզ պեղումները ցույց տամ։ Այսինքն պիտի գնամ ես Բաղաբերդ արդեն այդ նոր աշխատանքները տեսնելու եւ այդպես եմ մասնակցում, ասենք հերվից կոնսուլտացիայի բանով բնույթով։ Խոսենք նաեւ Հարիջավանքում որմնանկարի վերանորոգման աշխատանքների մասին։ Հետաքրքիր է ինչպես եք դուք գնում եւ գտնում այն եկեղեցիները, որտեղ որմնանկարներ ունեն վերականգնման կարիք։ Քանի որ նյութերը քիչ են, կան նյութեր։ Օրինակ ամենահարուստ, ամենակարևոր նյութը գտնվում է Պատմության թանգարանի պահոցներում, որ Լիդիա Դուրնովն է արել։ Լիդիա Դուրնովն ինքը ազգությամբ ռուս էր, որ Սանտ Պետերբուրգից էր, ժամանակ Լենինգրադից էր, իրեն հայացքների համար աշխատանքի գործունեությամբ ինքը սրբապատկերների մասնագետ էր, իկոնաների սրբապատկերների, ինքը այդպես է սկսել։ Եվ հետո իրեն ուրեմն արգելել են, նույնիսկ ուղարկել են Սիբիր, որոշ ժամանակ այնտեղ է ապրել։ Դրամպյանը Ռուբեն, մեր հիմնադիրը Պատմության թանգարանի, շատ հեռատես է եղել եւ շատ խիզախ եղել նաեւ, իմացել է, որ այդպեսի մասնագետ կա եւ իրեն հրավիրել է հնարավորություն տալով այդ վիճակից դուրս գալ եւ Հայաստանում նաեւ զբաղվելով արվեստով, մշակույթով եւ հենց ինքն է, որ
սրբապատկերների ամբողջ աշխարհից, այդ ռուսական եւ բիզանդական այդ ամբողջ բազան ունենալով, առաջինը նկատել է, որ հայկական եկեղեցիներում կան որմնանկարներ։ Ոչ ոք չի զբաղվել դրանով։ Հիմա եթե գնաք պատկերասրահ, այնտեղ երրորդ հարկում կա որմնանկարների դահլիճ են ասում, գիտեք։ Այդ որմնանկարների դահլիճում կան կրկնօրինակներ, որ տարբեր որմնանկար Աղթալայից կա, Տաթևից կան, Լմբաթավանքից կան, այնտեղ տարբեր եկեղեցիներում հավաքել են, Քոբայրի կան որմնանկարներ։ Դա իրեն շնորհքն է եղել, այսինքն ինքը սկսել է ճամփորդել եւ փաստորեն գործուղվել է պետական հիմքի վրա, գնացել է մեքենայով, ուսումնասիրելով պատմական աղբյուրներ բան եւ այլն, եւ գնացել է այն եկեղեցիները, որտեղ որմնանկարներ կան կամ հետքեր կային, այն ժամանակ կեղտոտ, մերոտ, քանդած, եթե չգիտես, միգուցե եւ ուշադրություն չդարձնել, բայց ինքը գնում էր հենց նայելու, չուներ հնարավորություն մաքրելու, չուներ հնարավորություն վերականգնելու, չկար այդ դպրոցը, չկար միջոցներ, ինչ է մտածում ինքը անել։ Ինչով կարող եմ ես օգտակար լինել, որպեսզի հայկական եկեղեցիների որմնանկարները ուսումնասիրեն կամ գոնե պահպանվեն։ Կրկնօրինակ անեմ։ Այսինքն ինքը գտել է ձևը։ Նկարիչների է հավաքել, տարբեր նկարիչ ժամանակին 60-ական թվականին, որտեղ ինքը 62-ին մահացավ, ինքը 56-57-ից մինչև 62 այդ գործն արել, ու այդ դահլիճը որ գնում եք, այդ ամբողջ կրկնօրինակները, որ կան իրեն շնորհքի Հետո ինքը մահացել է, նկարիչները, որոնց ինքը սովորեցրել է ինչպես կրկնօրինակել որմնանկարը, իրենք շարունակել են անել եւ ամբողջացել են։ Իմիջիալոց շատ գեղեցիկ աշխատանքներ կան այնտեղ եւ շատ կարեւոր կտորներ կան, օրինակ մենք որ վերականգնել ենք, գնացել ենք այնտեղ նայել ենք, որոշ կրկնօրինակներում, այնտեղ որ ինչպես են արված կրկնօրինակները, տախտակներ են արել, տախտակների վրա կարտոն են կապել, կարտոնի վրա գիպս են արել ու նկարիչները գուաշով արտանկարել են։ Տեղում ջրաներկեր են արել, հետո մեկի վրա է, այսինքն բնական մասշտաբներով են արված։ Կան հատվածներ, կտորներ, որոնք որ մենք այս 10 տարիների ընթացքում աշխատել ենք, այդ կրկնօրինակները գնացել ուսումնասիրել ենք, լուսանկարել ենք, համեմատել ենք, եւ կտորներ կան, որոնք որ կրկնօրինակի վրա կան, իրականում արդեն չկան։ Այսինքն ինֆորմացիան կա։ Ինքն է սկսել զբաղվել դրանով։ Հիմա մենք ամբողջ այդ ուսումնասիրել ենք եւ շատ հետաքրքիր արխիվ։ Իմիջիալոց այդ արխիվը 100-ամյակը եղավ, կարծեմ 2 տարի առաջ, եթե չեմ սխալվում, Լիդիա Դուրնովոյի։ Ես կապի մեջ մտա Թանգարանի հետ, պահոցի աշխատողների հետ, հա մենք պիտի պատրաստենք բան, այդ կարծեմ այդպես ոչինչ բան, ուզում էին հրատարակություն անել։ Իրեն ամբողջ տետրերը, գիտեք ոնց է, վերցնում ես այդ տետրերը, իրանքը որ գնում էր գործողումների, տետրակներ ուներ, ջրաներ, բան եւ այլն, եւ արտանկարում էր, գրում էր, գծում էր, սա, բացա, այսինքն ամբողջ մի հատ աշխարհ կա։ Այդ ու ռուսերենով ինքը ամբողջ տեքստերը գրել է, բացատրել, սա ինչ է նկարած, սա ինչ է պատկերագրված, նա ինչ է, ինչ գույնով արած, ինչ տեխնիկ, այդ ամբողջ լուցկու տուփերի մեջ սվաղի բաներն է վերցրել, պահել, որ անալիզ անի, բան, այդ ամբողջ արխիվում կա։ Այդ հսկայական մի հատ նյութ է։ Ով որ հիմա զբաղվում է, Փառք Աստծո հիմա զբաղվում է որմնանկարներով, դա այն հիմքն է, որից դու չես կարող առանց իմանալու, առանց կարդալու եւ անել այն գործը, որ կոչվում է որմնանկարի վերականգնում։ Այդ ամբողջ նյութը պետք է որ, եթե չեմ ասում ռուսերենով, գոնե հայերենով թարգմանվի կամ չթարգմանվի ռուսերենով, բայց գիրք դարձվի, հատորներ դարձվի եւ դա լինի մատչելի։ Որպեսզի ով զբաղվում է ռեստավրացիայով, այդ դա թերթի կարդա եւ հասկանա այդ մարդը ինչ է արել, ինչպես է ուսումնասիրել, որպեսզի շարունակվի այդ գործը։ Այդ գործը կա, բայց մատչելի չի ոչ մեկին։ Ոստի այդ հետքերով գնալով ես Քրիստին Լամուղեն երբ որ սկսեցինք աշխատել, հարցնում էինք, որ եկեղեցում ինչ որմնանկար, որոշ ասում էին հաստեղ ինչ բան, աղբյուրները նայում են կա, չկա, Լիդիա Դուրնովոյի բավականին իմացանք այստեղ այնտեղ որտեղ կա, եւ այդ հետքերով գնացինք եւ գտանք։ Նայում ենք, ասում ենք, ուր է որմնանկարը, երևի այնտեղ է, այսինքն շատ բաց են պահպանվել եւ շատ դժվար էր հասկանալ։ Օրինակի համար Մաստարան, երբ որ մենք 2016 թվականին աշխատում էինք Կարմերավորում, Մաստարան այդքան հեռու չի։ Լմբաթը արդեն վերջացրել ենք, արթիքն էինք անում եւ հետո ինչ էինք անում։ Կիրակի օրերը մեր հանգստի օրներ, մենք վերցնում էինք տաքսի եւ պտտվում էինք եկեղեցիներով, Արագած լեռան շուրջի եկեղեցիներով, հիմնական թեման դա էր։ Դա էլ հետաքրքիր ուրեմն բան կա, հոգեբանություն կա այնտեղ։
Եվ մի օր գնացինք պաստարա, պատարակ էր այն ժամանակ դեր Հայկն էր, հիշում եմ նույնիսկ անունը, հիմա չգիտեմ ինքն է թե չէ։ Պատարակը Կիրակի օրն էր, վերջացրեց, մոտեցանք, հա դուք են որ հերոստացիոն գիտերին, որ մենք զբաղվում ենք որմնանկարներով այդ շրջանում, ուրեմն աշխատում ենք ու հարցրեցինք դեր հայր մաստարայում որմնանկարի հետքեր բանկա, չէ, որմնանկարի ինչ բան է, չէ, այստեղ երբեք չի եղել բան, ասինք լավ, հարցրեցինք։ Հետո վերջացավ պատարակը, ես ու Քրիստինը սկսեցինք շրջել, մեծ է եկեղեցի մաստարայ, պատերին նայում ենք սվաղի կտորներ կան, տարբեր սվաղի կտորներ կան, գույներ ինչ որ չկան, բան, նայում ենք, այնտեղ էլ օթյակ կա, եթե հիշում եք, եթե մաստարայում եղել եք, փայտի օթյակ կա, այդ ռուսական ցարական շրջանը, երբ որ գրավեց ամբողջ Կովկասը, այդ եկեղեցին դարձել էր ուղղափառ, եկեղեցի օթյակ էր արել երկչախմբի համար, ռուսական ուրեմն տես էր կատարվում այնտեղ։ Ուրեմն ես նայում եմ, ինքը բարձրանում է օթյակ, լավ էլ պահպանված է, շատ գեղեցիկ օթյակ է փայտի, բարձրացել է այնտեղ, ես տակերն եմ նայում, եկել կանչում է, արի ինչ որ բան գտա։ Բարձրանում եմ արագ նայելով, ասում եմ, նայի այնտեղ որմնանկարի ոնց որ թե մաս կա, նայում եմ, ասում լավ էլի դու սկսում ես հնարել, այնքան ես ճիրում, որ երևակայում ես, թե իբրև թե կա։ Ասում եմ, չի ասում եմ, գնա նայի։ Գնում եմ, մոտիկից նայում եմ, եկել տեսնում, հայչուր, կարծես թե ձերքի կտոր կա, մատերի ինչ որ բաներ ա երևում։ Ասեցի, հա էլի, մյուս անգամ վերադարձանք մի քիչ բամբակ, մի քիչ թորած ջուր բան եւ այլն, կողքերը մաքրեցինք, ստե մաքրել, տեսանք իսկապես ինչ որ բան նկարված է այդտեղ։ Չենք հասկանում ինչ է։ Լուսանկարեցինք, չափագրեցինք, բան ամեն ինչը այն հայտար բան ներկայացրեցինք, դիմում ներկայացինք նախարարությանը, թույլատվությունը ստացանք, գնացինք չափագրեցինք ու նախագիծ ներկայացրեցինք, նախագիծը եւ այնտեղ հիմա երբ որ մենք վերականգնեցինք ու ոչ թե վերականգնեցինք, վերակառույց այդ ժամանակ վերակառուցեցինք։ Դուք չեք պատկերացնում ինչ վիճակ էր այդ որմնանկարը։ Ուրեմն խորհրդային շրջանում դա կոլխոզին էր պատկանում մաստարան։ Ամբողջ սպիտակեցրել էին մոտավորապես 2-3 մետր բարձրության վրա ու ցորենի պահեստեր են, ցորեն գարի, այդպես պահում էին։ Այդ անելու համար ինչ են արել։ Նախքան սպիտակեցնելը սվաղել են լավ հաստ սվաղով, ավազ եւ շատ ավազ եւ քիչ քիչ ցեմենտ։ Հաստ այդպես մի սանտիմանոց սվաղ էին արել ամբողջի վրա եւ այդ սվաղը փակել էր որմնանկարների հետքերը, հին 7-րդ դարի ըստ երևույթի։ Երբ որ խորհրդային միությունը փլվում է բան, կովխոզը չկա, ամեն ինչը, տեղի քիչ հաուտանդը շատ քիչ հավատացյալ կա հիմնականում, ծերերը այդպես աթեիստ են մնացել, հավատացյալները որոշում են, ասում են վերջապես քնվեց, հա, վերադասնենք, տերտեր կանչենք, բացենք եկեղեցի, դառնա խաչ տնենք, բան եւ այլն, չէ։ Հավաքում են բաները ու գնում են, ասում են, տեսվաղը քանդենք, մաքրենք էլի եկեղեցին, ցույց չի լինի։ Ու ինչ գործիքով ասես քանդում են այդ խորհրդային շրջանում արված հաստ սվաղը, չիմանալով որ ներքևում պատմական սվաղը կա, որմնանկարի հետքեր կան։ Այդպես ավիրում են, ես նկարները ունեմ, այնտեղ պատերի վրա կարելի է նայել, ուղղակի կաչինը ով ինչ վերցրել է ձեռքը, այդպես ջարդել է, բոլոր կտորները կան։ Դրա մեջից Քրիստինը վերակառուցեց եւ փաստորեն բան ստացվեց։ Մենք հետո հրատարակեցինք մեր առաջին համարում, գրքի առաջին հատորում սուրբ ձիավոր է նստած ձյուն թույրով եւ այդպես քամին իր զգեստները տանում է եւ շատ հետա գլուխը չկա, բայց ինքը ձյու վրա կենտրոնական մասը կա։ Հիմա այդ որմնանկարի մի կտորը, այսինքն ձյու գլուխն է, այդ սանձերն, այդ ամբողջ այդ մնացել է այդ օթյակի գերանի տակ, որտեղ քանդել են, երբ որ ռուսները քանդել են օթյակ են սարքել, երևի տեսել են, չեն տեսել, ուշադրություն չեն դարձրել, արել են։ Ես ասի ձևափոխենք դա, բացենք այդ միասյանը եւ շարունակենք, որպեսզի ինքը ամբողջանը այդպես էլ չեղավ դա։ Բայց օրինակ դա հայտնություն եղավ։ Ես ու Քրիստինը հայտնաբերել ենք մի եկեղեցում, այնել ինչ եկեղեցում, Մաստարա 7-րդ դարի հրաշալի ճարտարապետական կոթող, մի որմնանկար, որի մասին ոչ ոք չգիտեր, ոչ մի պատմական հիշատակություն չկա, ոչ մի առաջինական մենք ենք արել, ու մենք շատ հպարտ ենք, որ այդ բանը կարողացել ենք անել։ Դրանից հետո, երբ որ Քրիստինն աշխատում էր, ասեցի հնարավոր չի, եթե այստեղ այսքան մեծ պահպանվել է կտոր, հնարավոր չի, որ եկեղեցու ուրիշ շրջաններում չի լինի։ Գտանք ուրիշ տեղ հարավային, ուրեմն կիսախորանի անկյունում, այնտեղ էլ սկսեցին մաքրել, այնտեղ էլ դուրս եկան 3 սրբեր,
ոտքերից մինչև գոտկատեղ պահպանվել է իրեն հագուստներով, բան շատ գեղեցիկ, էդ էլ մաքրեցինք, պահպանեցինք։ Հիմա մաստարավոր գնանք, երկու կտոր կա, մեկը ձիավորն է սուրբ օթյակի վրա, մեկը հարավայինում, ուրեմն այդ 3 սրբապատկերների հետքերն են։ Ներողություն, անուն ունի եկեղեցին, թե Մաստարայի Սուրբ Հովանես Մկրտիչ։ իսկ Հարիճավանքում ինչպես հայտնվեցիք եւ որմնանկար ինչպես գտաք։ Հարիճավանքում գնացել ենք, այդտեղ էլ տեղեկություն պատմական ոչ մի բան չկա։ Ես նույնիսկ խոսել եմ Տեր Հայրի հետ, որը ժամանակին այնտեղ 4 տարի ծառայել է, ասում եմ Հարիճավանքի որմնանկարը ինչ որտեղ չգիտեր ինքը, որտեղ մթության մեջ է, շատ վատ է պահպանվել։ Այն ինչ որ պահպանվել է ցակուցերի կտորներ են, ով որ մտնում մեր հիմա չէ, ով որ մտնում էր Հարիճավանք, նայում էր հրաշալի գավիթ, այս տալատիկներով վարված այդ գմբեթը կա, ամեն մի 9 կտոր ծածկերի ունեն շատ գեղեցիկ այդպես ճարտարապետական լուծումներ, այդ 4 մեծ սյուներ, ասենք դու մտնում ես, արդեն հիանում ես, հմայվում ես, վերջացնում ես, միանգամից մուտքով գնում ես, որ եկեղեցի մտնես, այն մութ տեղի վերևը չի երևում։ Ու այդպես էլ մնացել էր, ու անորոշ էր դա։ Դե մենք որ փնտրում ենք, գնում ենք, նայում ենք, հարցնում ենք, այդ լապտեր ունենք, բան, տեսանք, որ այնտեղ ինչ որ բան կա, սկսեցինք հասնենք, ոչ բան չգիտի, նույնիսկ մայրաթորում չգիտեին։ Մինչև մեր ասենք նախագիծը, մինչև բանը։ Ու այդպես գնացինք եւ գտանք, որ այնտեղ ինչ որ բան կա։ Դե մոտավորապես 3.5-4 մետր բարձրության վրա է հատակից գավիթի, այն վերևի կամարի տակն է, էլի մնում։ Այդպես նայեցինք, հետո սկսեցինք վերադառնալ, դե 5 տարի առաջ էր, 5-6 տարի առաջ, առաջին անգամ գնացինք, լա գտանք։ Ու ասեցինք փորձենք սա ներկայացնել։ Չափագրություն արեցինք, փորձնական նմուշներ արեցինք, նախարարությանը ուրեմն ներկայացրեցինք նախագծեր, վերադարձեցին լրամաշակում, հետո խոնավություն կար այնտեղ, տանիքի խոնավության հարցը փորձեցինք լուծել, բայց հիմա ստացվեց որ լրիվ դեռ չի լուծել, որտեղ այնտեղ այնպիսի անձրևներ են գալիս, այնպիսի սելաֆ են ասում, այնպիսի բան եղանակ ալին, որ վախենում ես նույնիսկ, ասում ես այս աշխարհը կքանդվեց, ասում ես հսկայական արագությամբ անձրև ա գալի, քամի, բան, կարկուտ եւ այդպես ամպրոբիա, ու հետո վերջապես սար տեղ է 2000 մետր, 1830 մետր բարձրության վրա է Հարիճավանքը։ Մի խոսքով այդ քամի բան եւ այլն տեսանք, որ այդ խոնավության հարցը վերջում նկատեցինք, որ չի լուծի։ Ես կարծում եի մեր միջամտությամբ արվել է, բայց չի արվել։ Ու այդպես ներկայացրեցինք, սնկաբանական արեցինք, բոլոր բաներն արեցինք, փորձնական պատուհաններ, վերջը թույլատրություն տվեցինք, այս տարի գնացինք եւ այդ որմնանկարի պահպանված կտորները կարողացանք ամրացնել, եզրերը սվաղի, ներարկել, պարապները լցնել, գունային ուրեմն երակներ տալ, այսինքն այն ինչ որ մնացել էր այդ ամբողջ գեղեցիկ որմնանկարից, այն ինչ որ մնացել էր, դա պահպանեցինք։ Հիմա մարդիկ գնում են գալիս են, դե մի ամիս այնտեղ աշխատում են, նայում են, ասում են, ինչ ա նկարես, ինչ եք անում, էլի, ինչի համար եք անում, էլի, բան չի մնացել, դե ասում են գոնե ինչ որ մնացել կա։ Եվ այնտեղ հետարքին մի փաստ կա։ Բացի տեխնիկայից, բացի գույների ընտրությունից, բացի նկարիչներից, բացի հայմատական բանից, ամբողջ իհարկե շատ հետարքիր է, որպես նյութ, որպես ուսումնասիրության նյութ։ Այնտեղ կարևոր մի բան կա։ Ուրեմն որմնանկարի ներքևի հատվածում 2 կարմիր գիծ է գնում ամբողջ երկարությամբ։ Ինքը որմնանկարը մոտավորապես 8 քառակուսի մետր է եղել։ Հիմա պահպանվել է 3-ի չափ, 2.8 համարյա 3 կտորներով։ Ամբողջ տակը 2 գծերի ուրեմն միջով հայերեն տեքստ է գնում, եւ շատ գեղեցիկ ուրեմն ձեռագրով այդպես գրած է, ներկագիր տեքստ է։ Առաջին մասը եւ վերջին մասը պահպանվել են։ Մեջի մասը ավերվել է, չի պահպան, բայց առաջին մասը բարեբախտաբար խաչ է նկարած, 2 կետ, գրված է ո ձ 2 կետ դ, այսինքն դարը, ո ձ 1235 է, գումարած 551, այսինքն մենք ունենք այդ որմնանկարի դժբախտ վիճակի, պահպանված մեծ հաստատ վիճակի թվագիրը, այսինքն դա կարևոր է։ 1201 թվականին Մարիամ Աստվածածին եկեղեցին են կառուցում, վերջացնում են Զաքարյան եղբայրները։ 1219 թվականին Գավիթն են վերջացնում, 1235-ին որմնանկարում են։ Այսինքն բոլոր այդ փուլերը կան, շատ հետարքիր է, այդ պատմական մասը կա։ Իսկ մեկ պատկեր է, թե մի քանի պատկերներ են։ Մի պատկեր է, միայն մի պատկեր է, ուրեմն կամարի տակ է, ինքը լուսնաձև է հորինվածքը։
Ինքը կոչվում է ադիգիտրիա, դա հուներեն բառ է, որը նշանակում է Մարիամ Աստվածածինը մանուկի հետ, այսինքն գալուստի բանն է, հղումն է, ապագայի հղումն է։ Ինքը կենտրոնական մասում իհարկե Մարիամ Աստվածածնի դեմքը չի պահպանվել, բայց լուսապսակի վերևի մասը կա եւ մազերի մի քիչ է մասը կա։ Մանուկ Քրիստոսը գրկին է, դրված է ձախ ծունկին։ Թևը, ուրեմն Մարիամ Աստվածածնի մեկ ձեռքը թևի բանի ուսին է դրված մանուկի Քրիստոսի, մյուս թևով ցույց է տալիս, որ եկավ փրկիչը, եւ արդեն Քրիստոսը մանուկ ինքը արդեն ուղում է օրհնությունը հավատացյալներին։ Սա կենտրոնական մասն է, գահի վրա նստած, պահպանվել է գլխի մի փոքր հատված, Մարիամ Աստվածածնի մարմնի կենտրոնական կրծքի մասը մինչև ոտքերը, դրանից հետո չկա, բայց բազմոցի գահի ուրեմն կողերը կան մի մասը եւ ըստ երևույթին աջ եւ ձախ մասում պիտի լինեն հրեշտակապետերը Միքայել եւ Գաբրիելը, որից պահպանվել է մի ձեռքի մաս, որին գունդ է պահում, մյուսում պետք է լինի նաեւ գավազանը պիտի լինի եւ նույն պատկերն էլ շատ ավելի վատ պահպանված ձախ կողմում պիտի լինի։ Այսինքն ամբողջ հորինվածքը այդպես է։ Մարիամ Աստվածածինը կենտրոնական գահի վրա նստած մանուկ Քրիստոսով, աչում եւ ձախում իրեն ուրեմն պահապաններն հրեշտակապետերն են երկու։ Սա է թեման։ Եվ վերջնական վերականգնման համար ինչ է պետք։ Հիմա մարդիկ գալիս են հարցնում են, ասում են, եղբայր, բայց սա ինչ է։ Բացատրում եմ լազերով, հա, ճիշտ է դա, հա, Մարիամի գլուխային դեղա ճիշտ է, մանուկ էստեղ է երևում լուսապսակի կտորը դա։ Ասում եմ, բայց ինչ չեք վերակառուցում։ Դա ասում եմ, ո՞նց վերակառուցում։ Այն ինչ որ չկա, կարող եք նկարել, դե կարող եք երևակայել նկարել, բայց ճիշտ չի, մենք արել ենք պահպանական վերականգնում։ Բայց դրա լուծումը կա։ Հիմա այստեղ ձեզ մոտ գալուց առաջ գնացել եմ Թումո կենտրոն։ Եվ այնտեղ պայմանավորվել ենք, ես ուզում եմ արհեստական բանականությամբ կամ նկարիչների օգնությամբ նաև վերականգնել, թե ինչպես կարող էր եղած լինել Հառիճավանքի այդ ամբողջ պատկերագրությունը նկարելուց հետո, մինչև ուրեմն փչանալը, մինչև հիմնական մասերի ուրեմն կորուստը, եւ լուսարձակներով հենց տեղում պատի վրա գծագրով այդպես ցույց տալ, վերականգնել, հետո գույները լցնել մեջը եւ ունենալ ընդհանուր երևակայական պատկեր, թե ինչպես կարող էր լինել որմնանկարը ամբողջական պահպանված վիճակում։ Տեքստերով այնտեղ կգրվի, կբացատրվի եւ այլն, կվերջանա մոտավորապես 5 րոպեանոց, 4-5 րոպեանոց այդպես բան պիտի լինի, ցուցադրություն պիտի լինի, լուսարձակում պիտի լինի պատի վրա, հետո լույսերը կանջատեն եւ կմնա այն ինչ որ մնացել է որմնանկարից։ Այսպեսի գաղափար կա։ Դարերի ընթացքում է որմնանկարը այս վիճակում հայտնվել, թե ինչ որ մարդկային գործոն կա այստեղ։ Եվ ուրեմն այնտեղ հիմնականում 3 խնդիր կա։ Առաջինը իհարկե բնակլիմայական պայմաններն են, որ տանիքը, երբ որ գավիթը կցել են արևմտյան ճակատին եկեղեցու, եւ տանիքն են այնտեղ արել, երևի լավ են արել, բայց հետո չի խնամվել եւ հարյուրամյակների ընթացքում անձրևաջուրը հենց ծորացել է այդ պատով եւ հենց որմնանկարի վրա է ընկել եւ ամբողջ խոնավության տեղեր կան, ծորասի տեղեր կա եւ քանդվել է, մտել է սվաղի տակ անձրևաջուրը, ուրճեցրել է տարբեր կլիմայական ուրեմն ջերմաստիճանի փոփոխության հետևանքով փոխվել եւ թափվել եւ ընկել է։ Սա մեկ։ Երկրորդը, երբ որ մենք վերականգնում ենք այն հատվածները, այն փոքր հատվածները, որոնք որ դեռ պահպանվում են, այսինքն որոնց սվաղը դեռ կպած է պատին, եւ մենք ներարկել ենք ինչքան հնարավոր է եւ ամրագրել ենք, այդ մասերում բոլոր փոքր փոսիկներ կային։ Մենք սկսեցինք մտածել, թե սա ինչի հետևանքով պիտի լինի եւ կարծում ենք, որ դա քարկոծություն է եղել։ Մտածում ենք, որ խորհրդային շրջանում երեխաները կամ խաղացել են կամ չգիտեմ, այդպես ուղակի քարերը հավաքել են, սկսել են խփել, թե ով ավելի շատ կջարդի, կփոկի սվաղից որմնանկարի, չէ։ Որոշ մասը փոկվել եւ թափվել է եւ անհետացել է, որոշ մասի վրա, որը որ լավ է ամրացված, որը որ պինդ է եղել, այդտեղ ուրեմն քարերի խփելու տեղերը կան, ակոսները կան, ապոս կետիկներ են այդտեղ, այսինքն ներկը թափված է, բայց ինքը որմնանկարի սվաղը պահպանվել է այդտեղ։ Այնտեղ ամբողջը մենք վերականգնել ենք եւ ներկային բանը դրել ենք։ Այդ երկու։ Երրորդն էլ դա հետարքիր բան կա, որ որոշակի բարձրության վրա քարի շովի երկայնքով հորիզոնական, մոտավորապես 2 մետրից ավել տարածքով, այդ գծից վերև պահպանվել է ինչ որ բան, այդ գծից ներքև ոչ մի բան չի պահպանվել։ Շան ասում եմ, լավ, բայց սա ինչպես կարող է լինի։
Եթե անձրևն է, ուրեմն մի մասը երևում է այնտեղ, ինչը որտեղ ծորացել է, այնտեղ քայքայվել է։ Եթե քարերն են, երևում է որտեղ են խփել, բայց սա ինչի այդպես գծով ու երկար։ Ես կարծում եմ, որ սա էլ որմնանկարիչը, երբ որ որմնանկարն արել է, այդքան ուշադիր չի եղել եւ մի քիչ ուրեմն որակով չի արել, որովհետեւ ինքը որմնանկարը, որ սվաղը քաշում ես վրան, ես սկսում ես նկարել, ամբողջ սվաղը չես քաշում ես մի մասը նկարում ես, հետո ինքը որ չորանում է, հետո հանդրադառնում ես, քաշում ես երկրորդ մասը, երրորդ մասը, նայած թե քանի օր ես աշխատում եւ ինչքան մեծ է։ Սովորաբար տեխնիկան այդպես է որմնանկարի։ Երբ որ ինքը հաջորդ մասն արել ու ինքը կանգնել է հենց այդ քարի շոյի վրա, որտեվ հարմար է եղել, իրեն հորիզոնական գիծ է ունեցել։ Ինքը սվաղով այնտեղ կանգնել է նկարել, հետո որոշել է այդտեղ շարունակի, այդտեղ լավ չի արել ըստ երևույթին։ Սվաղը մի քիչ անշնորհ կարել կամ պատը լավ չի թրջել, կամ սվաղի որակը բան չի եղել, ու այդ գծով քարայից կամ հարվածներից կամ երկրաշարժից կամ ժամանակի ընթացքում այդ կտորը լրիվ այդպես ընկել է մի անգամից։ Ես այդպես եմ պատկերացնում։ Ուստի երեք խնդիր կա որմնանկարի պահպանման, վատ պահպանման իմաստով։ Պարոն Զարյան, ձեր պապիկը գրող Կոստան Զարյանը իր ստեղծագործություններով փորձում էր փրկել կամ վերափոխել հայի ոգին, դուք փորձում եք, այսպես ասեմ, քարի որմնանկարի միջոցով այդ նույն աշխատանքը կատարել։ Կարող եք ասել, որ ճակատագրով ձեզ բաժին ընկածը դուք կարողանում եք պատվով կատարել։ Ես, ասում շնորհակալ եմ, որ այդպիսի արձագանք եք տալիս, ըստ երևույթին, այո, պատահական չի լինի, ես եւ հետեւել եմ իմ մեծ հոր Կոստան Զարյանի եւ իմ հոր Արմեն Զարյանի գործունեություններին եւ դեպի մշակույթ, դեպի հայրենիք, դեպի Հայաստան, իրենց սերը եւ իրենց վերաբերմունքը եւ ըստ երևույթին հավանական է, որ դա ժառանգել եմ այդ իմ հորական մասից եւ փորձել եմ միշտ անել այն, ինչ որ համարել եմ ճիշտ, ինչ որ սիրում եմ իհարկե անել, որտեղ եթե մի բան անում ես չես սիրում, ավելի լավ է ուրիշ բանով զբաղվես։ Ես շատ սիրել եմ այս աշխատանքը եւ այն ինչ որ անում եմ, ես կարծում եմ, որ հենց դրա հետևանքն է, այսինքն ես շարունակում եմ այն գործը, որ իմ պապը եւ իմ հայրիկը ամբողջ կյանքում արել են։ Ձեր պապիկին դուք փոքր հասակում եք տեսել եւ հիշում եմ մեր նախորդ հարցազրույցում դուք նշում եք, որ ինքը Աբովյան փողոցում երբ քայլում էր, բոլորը շրջվում եւ իրեն էին նայում, այդ թագավորական կեցվածքով նաեւ տանն էր, թե ինքը տանը դեռ փոխվում էր։ Երբ որ դուրս էր գալիս, իհարկե ինքը միշտ հագնում էր շատ կոկիկ, ընտիր, որովհետեւ այն ժամանակ ինքը Հայաստան եկել էր Ամերիկայից եւ ամերիկյան այդպես կոկիկ եւ հագուկապը եւ միշտ այդ բանը թիթեռնիկը ուներ, ձեռափայտը ուներ, իրեն գլխարկ, այսինքն շրջանում միայն ինքը այդպես չէր, նաեւ իրեն ընկերներն էին այդպես լավ հագնում, այդպես այդ շրջանն էր, չէ, այդ մոդայի բանն էր։ Իհարկե, երբ որ դուրս էր գալիս, ինքը վերարկում բան եւ այլ ամեն ինչը կապում էր, նայում էր եւ ընտիր այդպես դուրս էր գալիս։ Տանը ես իրեն տեսել եմ, տան վիճակում, այսինքն տան հագուստով, բայց ինքը երբ որ պիտի աշխատեր, ինքը միշտ լավ հագնվում էր, այսինքն շապիկով, շալվարով, այդպես մազերը միշտ հարդարված եւ սեղանին նստում էր, երբ որ ինքը պիտի աշխատեր, ինքը շատ ընդհանրապես ինքը միշտ հետևել է իրեն արտաքինին։ Եվ դա ես կարծում եմ, որ մեր ընտանիքի բոլոր անդամների փոխանցվել է, այսինքն մենք անշնորհ չենք ուզում լինել, միշտ պետք է այդպես կոկիկ լինել, այսինքն տանից դուրս գալուց մի հատ պիտի դու նայես ամեն ինչը լավ է, նոր դուրս գաս, որովհետև դա մարդու հոգեկանի հետ էլ է կապված եւ դա ես կարծում եմ դա էլ է կարեւոր, դա նշանակություն ունի, թե ինչպես ես դու ներկայանում հասարակությանը։ Իսկ ինչ որ թեմաների շուրջ խոսել եք, թե չէ։ Չէ, ես շատ փոքր եմ եղել եւ ես չեմ հասկացել այն ժամանակ, թե ինչ պապիկ ունեմ, ինչ մեծություն է, որտեղ երեխա էի։ Այնպես որ չէ, ոչ գրականությունից, ոչ արվեստից, ես խոսել եմ հիմնականում հայերեն, բայց ոչ միայն հայերեն, որովհետև ես այն ժամանակ, երբ որ մենք Իտալիայից եկանք Հայաստան, ես իտալերեն չգիտեի, ասենք ես 7 տարեկան չգիտեի, մենակ հայերեն չգիտեի, մենակ իտալերեն գիտեի, եւ իհարկե պապիկի հետ երբ որ շփվել եմ, հայերենս դեռ չկար, իտալերենով եմ սկսել խոսել իրեն հետ, ինքը շատ լավ իտալերեն գիտեր, ոչ միայն իտալերեն գիտեր, նաեւ գերմաներեն գիտեր, անգլերեն գիտեր, իսպաներեն գիտեր, թուրքերեն, ֆրանսերեն, հայերեն։ Բայց գրել է ամբողջ իր կյանքում հայերենով։ Բոլոր իրեն գործերը ինքը կարող էր գրել օտար լեզուներով, որոշ բաներ գրել է իհարկե, բայց հիմնական գործերը գրել է հայերեն,
հայերի համար, հայ ընթերցողի համար, հայ մշակույթի համար է գրել։ Հետո կամաց որ հայերենը սկսեցի բանանել, ինքը ինձ օգնել է, ես դա հիշում եմ, ինքը ինձ օգնել է հայերեն ուսանելու, որտեղ շատ լավ գիտեր, ես էլ նոր էի սովորում հայերենը, ու այդպես նաև հայերենով ենք գնել, բայց հիմնականում ես հիշում եմ, որ իրեն հետ խոսել ենք իտալերենով, որտեղ դա էր մեր հաղորդակցության լեզուն։ Եվ ո՞րն է հաջորդ եկեղեցին եւ ո՞րն է նկարահին տեղ գտնող, որ ձեր ուշադրության կենտրոնում է։ Ուրեմն տարիները անցնում են, մեր եռանդը իհարկե չի մարել, բայց ճիշտ ասեմ, արդեն դժվար է տախտակամած բարձրանալ, բերել, դնել, կազմակերպել, գնալ, եւ մանավանդ Քրիստինը, որ երիտասարդ չի, ինձանից տարիքով է, չգիտեմ, մենք մտածում ենք, որ երևի կարող ենք, ըստ երևույթին, ոչ երևի, ըստ երևույթին կարող ենք ամփոփել մեր ամբողջ աշխատանքը ուսումնասիրումամբ, այսինքն բավական բան ենք արել, բավական բան գիտենք, բավական բան ենք տեսել, բավական բան ենք հասկացել, մասնագիտական իմաստով, որմնանկարների դպրոցի, նյութի, կիրառման, ոճի, դարաշրջանի, այսինքն ինչքան որ արել ենք, այդ ամբողջը կարողանում ենք հասկանալ։ Այդ ամբողջը պիտի որ լինի այն, պետք է որ լինի այն հումքը, որի հիման վրա մենք ուզում ենք ուսումնասիրություն պատրաստել եւ հրատարակել։ Այսինքն մեր ամբողջ փորձառությունը ոչ թե փաստագրել, ինչպես մեր գրքերում արել ենք, մենք արել ենք փաստագրություն եւ արել ենք նաեւ մեկնաբանություն, բայց հիմնականում փաստագրել ենք, թե ինչպես ենք մենք վերականգնել, ինչ նյութերով եւ ինչ տեսակ, ինչ տեխնիկայով, ինչ սկզբունքներով, սա է մեր գրքերի մեջ հիմնականում փաստագրություն է, վավերագրություն։ Մենք ուզում ենք ուսումնասիրություն անել։ Հիմա հասկանում ենք, որ դրա համար պետք են շատ կարևոր ուսմունքներ, գիտակցություն եւ կրթություն է պետք այդ ուղղությամբ վրա։ Մենք երբեք չենք սովորել, երբեք չենք զբաղվել դրանով լրջորեն, ասենք գիտական ձևով չենք արել դա։ Մենք արել ենք հանրամատչելի բնույթով։ Չնայած որոշ ասում են, որ ձեր գրքերը գիտական են, բան է, բայց իսկական գիտականը ես կարծում եմ ուրիշ բան է։ Ուստի տարբեր մասնագետների հետ մենք շփվել ենք, մանավանդ իտալացի մասնագետ կա մի հատ, որի հետ մենք արդեն խորհրդակցում ենք եւ որոշել ենք միասին պատրաստել մի գիրք, որը որ վերաբերվում է հայկական որմնանկարչություն, որովհետեւ մենք չգիտենք գոյություն ունի հայկական որմնանկարչություն, գոյություն ունի հայկական որմնանկարչական դպրոց, չգիտենք այն որմնանկարները, որոնք որ մենք ուսումնասիրել ենք եւ վերականգնել ենք կամ ամրացրել ենք կամ պահպանել ենք, դրանք հայ նկարիչների նկարածներն են, թե ոչ։ Մենք այդ բոլորի մասին դեռևս չգիտենք, չունենք պատասխանները։ Մենք գիտենք մենակ մի բան վստահորեն, որ բոլոր որմնանկարները, որոնցով մենք զբաղվել ենք եւ այնականը գտնվում են հայկական եկեղեցիներում եւ նաեւ Արցախում մեկը դա դիվանքն ենք արել, որ հիմա ցավոք սրտի էլ չկան որմնանկարները փոկել են փրկելու համար, դա ուրիշ թեմա է, ուստի ուզում ենք հասկանանք, այսինքն նախ մենք ինքներս ինչ ենք վերականգնել, արդյոք բոլորը հայկական են, օրինակ Աղթալայի հրաշալի եկեղեցու ներսի որմնանկարները, որ ամբողջ մտմես ամբողջը որմնանկարված, այսինքն մաքուր սանտիմ չկա, եթե չի փլվել, եթե չի անհետացել բնական պայմաններից, անձրևաջրերից եւ այլն, այսինքն ինչ որ պահպանվել է։ Օրինակ դա հայկական որմնանկարչական դպրոց կարելի է համարել, ես կասեի ոչ, դա հայկական, որ միայն հայկական չի, կա հայկական, բայց կա վրացական, կա նաեւ բյուզանդական, կա սիրիական, այսինքն տարբեր այնտեղ խառնուրդ է։ Օրինակ Տիգրան Հոնենցը անի, Տիգրան Հոնենցը հսկայական չափերի եկեղեցի ամբողջը որմնանկարված Աղթալայի նման։ Ես ու Քրիստինը մեկ 2-3 անգամ գնացել եւ հաճախել ենք անի, նայել ենք, մենք համոզված ենք, որ դա հայկական որմնանկարչություն չի, դա բյուզանդական դպրոց է, վրացա բյուզանդական։ Հա, հիմա այդքանը որ հայկականը ո՞րն է։ Այսինքն հարց ենք տալիս մենք, ի՞նչն ենք արել։ Օրինակ Լմբաթավանքինը 7-րդ դարի մենք համարում ենք, որ դա նախահայկական, բայց կարող է հայկական լինի։ Սա օրինակ Հարիճավանքինը, չէ՞։ Ես կասկածում եմ, որ հայկական որմնանկար լինի։ Բայց կարող ենք ասել, բայց այնտեղ հայերեն տեքստ կա գրած։ Դադիվանքում էլ կա հայերեն տեքստ, ամբողջը շատ գեղեցիկ գրված։ Դադիվանքի որմնանկարը հրաշալի է եւ
բացառիկ է։ Մանավանդ այդ դեմքերի եւ ձերքերի երկարությունները, այդ եղունգների, այդ մանրամասները, բանը տեսա։ Ես այդպիսի օրինակ չունեմ, ասենք դա դիվանքի նման որտեղ կա, չգիտեմ, արդյոք եթե կա, թե չկա։ Ուրեմն եթե դա միակն է, մի հատ է այդպես, բացառիկ է։ Արդյոք դա հայկական է, թե այդ բացառիկը նրա համար որտեղ հայկական։ Ես չգիտեմ։ Կուզենամ շատ, որ բոլորը հայկական լինեն, պարզ է։ Բայց այդ ամբողջը պիտի դեռ ուսումնասիրվի։ Ինչքան որ նա նկարներ վերականգնվեն, մաքրվեն, ուսումնասիրվեն, այնքան մենք կմոտենանք այդ հարցի պատասխանին։ Իդեպ այս աշխատանքները դուք կարելի ասել անվճար եք կատարում, բայց ի՞նչ եք ակնկալում դրա դիմաց։ Հաճույք, գոհունակություն, երջանկություն։ Երբ որ դու անում ես եւ գումարները ծախսում ես եւ տեսնում ես արդյունքը, դու երջանիկ ես, դու ուրախ ես եւ թողնում ես ինչ որ մի բան քո ազգին։ Սա է։ Շնորհակալություն։ Ընտրեմ։ Մենք զրուցում էինք վերականգնող ճարտարապետ Արա Զարյանի հետ։